Հունիսի 5-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունների ներկայացուցիչներին։ Պատվիրակությունների կազմում են Եվրոպական խորհրդարանի падգամավորներ, քարտուղարության անդամներ, քաղաքական խմբերի ներկայացուցիչներ։ Նախարար Սարգսյանը կարևորել է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը։ Նախարարը ներկայացրել է ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացվող և քվեարկության օրը կատարվելիք աշխատանքները։ Նա նշել է, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու 1997 ընտրատեղամասերում, պահպանելով հասարակական կարգն ու ապահովելով ընտրական գործընթացի բնականոն ընթացքը։ Նախարար Սարգսյանը ներկայացրել է նաև ընտրողների ցուցակների կազմման և ճշգրտման ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքները։ Նա նաև անդրադարձել է ոլորտում առկա մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքներին։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ներքին գործերի նախարարությունը լիովին պատրաստ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք իրացումը, նշելով, որ ընտրական գործընթացին միջամտելու կամ քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը սահմանափակելու ցանկացած փորձ արժանանում է և շարունակելու է արժանանալ օրենքով սահմանված խիստ արձագանքի։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար պատվիրակության անդամները ներկայացրել են դիտորդական առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները, նաև հետաքրքրվել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների կազմակերպման, անվտանգության ապահովման և ընտրական գործընթացների կառավարմանն առնչվող մի շարք հարցերով։ Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարի, կիբեռանվտանգության և ընտրական գործընթացի պատշաճ ապահովմանն առնչվող հարցեր։